Բարև ձեզ, հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր, Կարպիս Փաշոյանի ելույթը փակեց իսպաներեն ձևակերպմամբ, Բարսելոնա երկրպագուները կհասկանան, ես կարծում եմ, որ հետո դու հարցազրույցներում կբացես ինչ նկատի ունես, երբ որ որոշում էինք ովքեր են ելույթներ ունենալու եւ այդ ելույթների մեջ որոշում կայացրեցինք, որ բնականաբար Փաշոյանը պետքա քաղաքական եւ պատմական էքսկուրս կատարի եւ ձևակերպի այն իրողությունները, որ այսօր ունենք, ակադեմիական դասախոսությունը, ես կարծում եմ, ես պետք է նաեւ տեքստով հրապարակել, որ մարդիկ կարդան։ Եվ այդ իսկ պատճառով ես զերծ կմնամ պատմական այլ էքսկուրսներ կատարելուց, որտեղ մենք դա արդեն ունեցանք, ես ուզում եմ շատ պրակտիկ խոսակցություն ունենալ մեր համագումարի պատվիրակների եւ մեր ժողովրդի հետ, ովքեր ուղիղ եթերում կամ ապագայում համագումարից հետո կդիտեն, կհետևեն մեզ։ Ուրեմն երկրում ինչա տեղի ունենում։ Ազգային ժողովի հերթական ընտրություններ են լինելու հունիսի 7-ին։ Մինչև այդ ընտրությունները, պարոն Փաշոյանը արդեն խոսեց այդ մասին, մենք առաջարկությամբ հանդես եկանք։ Իմպիչմենտի գործընթաց էր, առաջարկությամբ հանդես եկանք։ Իմպիչմենտը չեղավ, էլի առաջարկությամբ հանդես եկանք եւ օրինակներով բացատրեցինք, որ ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, հարգարժան ընդդիմադիրներ, հնարավոր է հասնել փոփոխությունների, հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, բայց դրա համար կա կարևոր նախապայման։ Որն է կարևոր նախապայմանը, որ մարդիկ պետք է տարբերակեն իշխանությանը եւ ընդդիմությանը, այսինքն լինելու մի հատ իշխանություն, մի հատ ընդդիմություն։ Քննարկվեց եւ որոշվեց, որ չէ, պետք է լինեն շատ ընդդիմություններ եւ մի հատ իշխանություն։ Եվ այդ պայմաններում եղավ հետեւյալը, որ քանի որ տեղի չի ունենում այդ մեծ կոնսոլիդացիան, բազմաթիվ ընդդիմադիր ուժեր մասնակցում են ընտրություններին։ Շատ լավ, իրենք ասում են մենք գիտենք ձևը, մենք ավելի լավ գիտենք, բայց ես նոր էր ոնց որ թե Հունգարիայում ձևը ցույց տվեցին դրական իմաստով։ Դրանից առաջ Վրաստանում վրացական ընդդիմությունը ձևը ցույց տվեց բացական իմաստով, որովհետև էշելոնավորված ընտրապայքար էր։ Դրանից ավելի շատ շուտ, էլի Վրաստանում վրացական ընդդիմությունը ցույց էր տվել հաջողված ձևը, էլի ցույց էր տվել։ Ինչ որ բանը հայկական քաղաքական համակարգում տպավորություն կա, որ այդպես ուզում են իրանք սխալների վրա սովորեն։ Բայց Ժորժ ջան, ժամանակը չի գալիս, ժամանակը գնում է։ Ժամանակ չկա, որ քաղաքական միավորները իրենց սխալների վրա ինչ-որ բաներ սովորեն։ Եվ այս պայմաններում Լուսավոր Հայաստանը ուներ երկու ճանապարհ։ Չմասնակցել ընտրություններին, դրանով ապա ակտիվացնել իր ընտրական էլեկտորալ հնարավորությունը, հետ մղել մարդկանց ընտրական տեղամասերից, որ չգնան ընտրություններին, ինչու որտեղ մենք չմասնակցենք, մեր ընտրողները չեն գնալու ընտրություններին։ Ես վստահեցնում եմ։ Որով կնվազի ընտրական մասնակցության շեմը եւ իշխանության համար կստեղծվի բարենպաստ պայմաններ։ Եվ երկրորդ տարբերակը աշխատել եղած հնարավորության վրա, որը որ մենք ունենք, բնականաբար, մեկնարկային, որտեղ մինչ այսօրը ոչ ոք չգիտի, որ մենք ընտրություններին մասնակցում ենք։ Մեր մեկնարկային հնարավորության վրա աշխատել եւ պարլամենտում լինել դերակատար եւ լինել դերակատար, որը բոլորը հասկանում են ինչ է։ Փողզսպող, հավասարակշռող, մի հիմնարար դերակատարություն ունեցող ընդդիմադիր, եթե ընդդիմադիր է, միավոր։ Եթե իշխանական է, ուրեմն իշխանական ձևավորվող ապագա համակարգում էլի իր դերակատարմամբ, իր գաղափարներով, իր փորձով, իր ներդրումը ունենալ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության գործում։ Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ, այս ընտրությունները Ժորժ ջան, падգամավորների ընտրություններ են։ Երբ որ Կարպիսը ասում է, մենք չենք մտնելու այս վարչապետական տեխնազուների գզվրտոցի մեջ, նաև դա նկատի ունի, որ մարդիկ կան ուզում են իրենց անվան դիմաց գրվի վարչապետի տեխնազու։ Մենք նման ոնց ասեմ, բաներով, իղձերով չենք ապրում, գիրք է, այդ գիրքը մենք չունենք այդ իմաստով, հենա Կարպիսը հուշում է։ Եվ այդ իմաստով ասում ենք հետևյալ, Ժորժ ջան, խորհրդարան է ձևավորվելու, լինելու են падգամավորներ։ Որոշեք ինչ ձևի падգամավորներ եք ուզում ունենալ, եւ ըստ ձեր որոշած падգամավորների իշխանություն եք ունենալու։
Եթե ձեզ դուր է գալի վերջի 5 տարվա պարլամենտը, ուրեմն գիտեք ինչ անեք։ Հենց տենց կարող անեք։ Բայց վստահ եմ, որ ձեզ դուր չի գալիս, դրա համար Լուսավոր Հայաստանը այս գործընթացում մտել է իր հայտով։ Հիմա երբ որ մենք ասում ենք, որ մենք չենք մտնելու այս վարչապետական գզվրտոցի մեջ, որովհետև չենք կարող մարդկանց խաբենք։ Եվ չենք էլ խաբել երբեք։ Մենք ասում ենք, Ժորժ ջան, սա падգամավորների ընտրություններ է։ Դա միացկզբից որոշեք ինչ ձևի падգամավորներ եք ուզում ունենալ, ովքեր հետո կձևավորեն ձեր իշխանությունը։ Սրա մասին է ամբողջ քննարկումը, բայց պարզա այդ բանը ռուսերեն ասած պամեխա առաջանում ընդդիմադիր մեդիա եւ այլ դաշտերում, որ մարդիկ գլուխ չանեն ինչա կատարվում, էլի։ Դե քաղաքական ուժեր կան, որ նայում եմ, չգիտեմ, բանը ինչի համար, ինչ։ Բայց հիմա քանի որ որոշել ենք տենց հիմա կենտրոնանանք մեր ասելիքի վրա, հիմա միայն մեր մասին խոսը։ Ուրեմն երբ որ մենք ասում ենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարումը շատ կարևոր է, ինչ նկատի ունենք։ Այսօր աշխարհում պետությունների սահմանները դուք տեսնում եք ինչպես են թաշկինակի պես փոխվում։ Այսօր աշխարհում շատ պետություններ ուզում են ձևակերպել, թե իրանք ինչի են պետություն, ոնց են դարձել պետություն, ու այդ սահմանները ոնց է ձևավորվել։ Եվ այդ պայմաններում փոխանակ Հայաստանը ասի մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք եւ դիրքավորվի այդ ճանապարհով, Հայաստանի ներսում պայքարագնում իր ամենա անդադար որևէ անգամ չդադարող ինստիտուտի դեմ, այսինքն մեր եկեղեցու, եւ այդ պայքարը ուղղակի հարվածում է պետականության ողնաշարի։ Որտեւ շատ հետարքիր կերպով ձևակերպեց այստեղ ակադեմիական ոճով, թե ինչ դերակատարում է ունեցել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ ամենազազրելին, մենք տեսանք, որ քաղաքացիական պայմանագիրը ներկայացել է ծրագիր, որտեղ ծրագրային դրույթ կա հայ առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնելու վերաբերյալ։ Այսինքն մենք ունենք սահմանադրություն, որտեղ հստակ գրված է եկեղեցու մասին, թե ինչ դերակատարում ունի եկեղեցին, տեսեք 18-րդ հոդվածը։ Պետությունը ճանաչում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային ինքնության պահպանման եւ մշակույթի զարգացման գործում։ Հենց նոր բանախոսը հստակ հիմնավորեց, որ եթե դու չունես մշակութային քո ինքնությունը ամրացնող ինքնիշխանություն, դու պետական ինքնիշխանությունից զրկվելու ես։ Եվ հիմա պայքարագնում այդ ինքնիշխանության դեմ, որից հետո փլուզվելու է ամեն ինչ։ Եվ քանի որ քաղաքացիական պայմանագիր իր ծրագրում արդեն ամրագրել է, ինքը ինչ ասում, ասում է տվեք մեզ մանդատ, հենց հանկարծ այդ մանդատը ձևավորվի, ասելու է ժողովուրդը մեզ լիազորել է, որ մենք մտնենք հայ առաքելական եկեղեցու դաշտ, տիրույթ, եւ ասենք օրինակ հերացնենք կաթողիկոսին, չգիտեմ ոնց դեռ չեմ պատկերացնում ոնց, բայց մարդիկ ծրագրում գրել են։ Մենք այլ բան ենք արել։ Ովքեր որ ուշադիր հետևել են մեզ, մենք ասել ենք, որ ընդդիմության միավորման գործընթացում տեսնում ենք, որ հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ։ Քանի որ հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այս պահին գործադիր պաշտոն չէ եւ գործադիր լծակներ չունի։ Այն կառուցված է հեղինակության վրա եւ ունի ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրական դատարան դիմել, բան, մի քանի ներկայացուցչական լիազորություն։ Եվ այս պարագայում մեզ ինչ էր պետք, մեզ պետք էր ունենալ հեղինակություն ունեցող նախագահ, որ ինստիտուտին ուժ տար, որտեղ միշտ հիշեք, մարդն է ինստիտուտին ուժ տալիս նման իրավիճակներում, եթե ինստիտուտը հեղինակության վրա է կառուցված։ Օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարող օրինակ վերել։ Եվ ինստիտուտին ուժ տալով հակակշռել, փոխզսպել եւ երկրում դադարեցվել այս քաոսը, այս գզվրտոցը, այս աննորմալությունները, որ մենք տեսնում ենք։ Մենք Լուսավոր Հայաստան կուսակցությունը ասում է, մենք առաջարկելու ենք եւ առաջարկում ենք, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ մեր arczepiskopos-ներից մեկը Միքայել Աջապահյանը։ Նա տեխնացիոնը առաջադրվել է դերևս իմպիչմենտի գործընթացում, ընդդիմադիր դաշտը համախմբվել էր։ Եվ հիմա մենք ասում ենք, մենք տեսնում ենք այս ճանապարհով ընդդիմադիր դաշտի նաև համախմբում։ Դե ընդդիմադիր ուժեր կարող է լինեն, որոնք ասեն, որ այո, մենք էլ ենք տեսնում եւ գոնե մի կետում ընդդիմադիր ուժերը համախմբվեն այս իմաստով։ Որտեղ այդ վարչապետական այդ մանր գզվրտոցի մեջ կորցնում ենք մենք պետության մասին մտածելու, մեր ինքնությունը պաշտպանելու, մեր ինստիտուտները զարգացնելու մասին խոսակցության
ամբողջ բանը կարևորություն է։ Մյուս շատ կարևոր հանգամանք։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք ոչ տրադիցիոնալ քարոզարշավ։ Արդեն մի քանի արձագանք եղավ։ Այնտեղ խոսքի թոշակների մասին է, թոշակները, ասենք, բանա, այն որ իրար ինատունգած, մեկը մյուսին ինատունգած, ասում է, որ թե ով ինչքան կբարձրացնի թոշակը, ով ինչքան աշխատատեղ կստեղծի։ Չեմ մեկն ասում է, ես 100,000, նրանք ասում են 200,000, մյուսն ասում է, ես 300,000, եւ մյուսն այդնում ասում է, լավ, եթե ես չընտրվեմ, բոլորից սպանելու են։ Դա ամենաուժեղն է, էլի, այսինքն պատերազմով սպառնում։ Ժորժ ջան, մենք չենք մտնելու այս այսպես կոչված ծրագրային անիմաստ արշավի մեջ։ Սա ծրագրային ընտրությունների մասին չի ես խոսակցությունը։ Այս ընտրություններով որոշվելու է Հայաստանը որպես հայկական պետություն մնալու է թե չի մնալու։ Այսինքն այս ընտրությունները պետության բովանդակության մասին է։ Ոչ թե կոնկրետ վերծրած առանձին կենսաթոշակային տարիքի հասած մարդու թոշակի, այլ պետության բովանդակությունը պաշտպանում ենք, թե պետության բովանդակությունը գնում ենք կորցնելու ճանապարհով։ Սրա մասին է այս ընտրությունները, եւ ահա նաեւ դա է պատճառը, որ մենք մտել ենք ընտրապայքարի մեջ, մենք անպայման մեր գաղափարները, մեր մոտեցումները մարդկանց ներկայացնելու ենք, հնարավորինս հանդիպումների եւ մեդիա դիտույթում մեր ակտիվությամբ եւ անելու ենք ոչ տրադիցիոն քարոզարշավ, ոչ տրադիցիոն մեխանիզմներով եւ ոչ տրադիցիոն մեթոդներով։ Այսինքն այն նախկին քարոզարշավների ժամանակ դուք ինչ տեսել եք, որ մենք արել ենք, մենք աշխատելու ենք այդ ամեն ինչը չանել կամ անել դրանից ավելի քիչ եւ օգտագործել նոր տեխնոլոգիաները ավելի շատ։ Դրա համար ես խնդրում եմ, որ մեր թիմակիցները բոլորը պատրաստ լինեն մեր խոսքը բազմապատկելու, մուլտիպլիկատիվ էֆեկտ տալու, որ շատ շատերին հասնի այդ խոսքը, եւ դրա միջոցով ես խոստանում եմ, որ Հայաստանի Հանրապետություն չի լինելու մի քաղաքացի, ով չիմանա հունիսի 7-ին, որ մենք կանք մասնակցում ենք, ինչի համար ենք մասնակցում, եւ մեզ քվեարկելով ինքը ինչ է ստանում ապագա պարլամենտում։